What do you think is the rationale behind amending the charges? It's simple. Nobody here, none of you, can properly define money laundering. Շատ բարձ պատճառով, որտեղ ոչ ոք, ձեզանից ոչ մեկը ներկա այստեղ չի կարող պատշաճ կերպով սահմանել, թե ինչ է նշանակում փողերի լվացում։ This is why authoritarian governments use it. Դրա համար էլ ավտորիտար բռնապետ իշխանությունները շատ հաճախ են դիմում նման մեղադրանքի։ Because nobody knows what the hell it is. Որտեղ ոչ ոք չգիտի այդ ինչի մասին է խոսքը։ The actual definition is quite complex. Իրական սահմանումը շատ խրթին է։ And it involves a lot of technical procedures. Եվ տեխնիկական բազմաթիվ ընթացակարգերի հետ է կապված, եթե ուզում ես ապացուցել հանցակազմը։ I can assure you, կարող եմ ձեզ հավաստիացնել, without even fully seeing the charges, նույնիսկ մեղադրականը լրիվ չտեսնելով, հանդերձ, that they are unquestionably outside of any substance because of the date of the charges. Անհերքելորեն դրանք զուրկ են որևէ հիմնավորումից, թեկուզ հենց ելնելով բացառապես մեղադրանքի ներկայացման ամսաթվից։ The guy conducts business for dozens of years. Տասնամյակներ շարունակ այս մարդը գործարարությամբ զբաղվել։ Makes gazillions of dollars. Ծիծիլիոն դոլարներ է վաստակել։ But once he upsets the prime minister, բայց հենց վարչապետի քիմքին չեկավ, he's a money launderer, դառնում է փողլվացող, he's a revolutionary, կամ հեղափոխական։ God knows what he will be tomorrow. Վաղ գիտի ինչ կդառնա։ They want to put him away. Պարզապես ուզում են ազատվեն նրանից։ And we have to stop that. Եվ մենք պետք է դրա դեմ առնենք։ In a legal իրավական ձևով way, because we know that Mr. Pashinyan is very scared. Որտեվ գիտենք, որ պարոն Փաշինյանը շատ He's a very frightened man. Շատ երկչոտ վախեցած մարդ է։ To bring these charges, he must be very frightened. Նման մեղադրական ներկայացնելու համար պետք է որ շատ վախեցած։ I don't know if he can sleep at night. Չգիտեմ գիշերները ոնց է քնում։ Because he is so overwhelmingly concerned. Որտեվ այդքան մտահոգված է։ That men of character and faith need to be jailed. Այն աստիճանի, որ կուր բնութագրով եւ հավատով մարդուն պետք է նստացնել։